Կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Արմավիրի մարզում գյուղացիները մեղմ ասած կոտրած տաշտակի առջև են հայտնվել։ Բազմաթիվ հոգսերն ու խնդիրներն իբրև թե քիչ էին, դեռ մի բան էլ օրեր առաջ ուժեղ տեղացած Կարկուտն իր սև գործն արեց։ Գյուղացիները ցավով են արձանագրում։ Մարզի ավելի քան 43 համայնքներում բերք գրեթե չի մնացել։ Կարկուտը լրիվ ավիրել է, ջարդել է, կարկուտից հետո ոչ մի բան չկա, շվերն անգամ գոյություն չունի։ Այսօր նոր ուզում էին գյուղացին, նոր ուզում էր շնչեր, արդեն շնչա հեղձ եղավ։ Այս 40 տարեկան տղայում դենց կալգուտել չէինք տեսել, ցեղասպանություն էր բուսական աշխարհի նկատմամբ։ Ժողովուրդը արդեն օրասական վիճակի մեջ է, բարձրարձակ 100%-ով բոլոր ցանկատարությունները ոչինչ ասված են։ Ընդառաջելով գյուղացիների խնդրանքին նրանց հետ հանդիպելու եւ հենց տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով Արմավիրի մարզ է եկել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Հարգելի խաղաղագործներ, ես իսրտե ձեր բոլորին ողջունում եմ։ Իմացել եմ, որ եկել եք այստեղ, ասացին, որ ուզում եք գաք նույն գործարան, ասացի թող նեղություն չքաշեն, ես անձամբ կգնամ, կլսեմ իրենց, համապատասխան եւ ասենք թե ինչ խնդիր կա, միասնական տեսնենք ինչ խնդիր է, ինչ հարց է, որ դիմեք ինձ, որ ես էլ օգտակար լինեմ։ Կուսակցության ղեկավարի հետ զրույցում գյուղացիները նշում են, որ հայտնվել են ծայրահեղ դժվարին վիճակում, վայրկյանների ընթացքում կորցրեցին տարվա ամբողջ բերքն ու ապրուստը։ Վտանգված է առանցայիններ գյուղացու թշվառ գոյությունը։ Իրավիճակն առանց չափազանցնելու պայթյունը վտանգ է։ Մարդիկ կանգնած են չգոյության եւ հուսահատության շեմին։ Ազգի մի հսկայական հատված հողմշակող, որի ուսերին տարվում է երկրի հոգսն ու բեռը հողի մշակ, կանգնած է արտագաղթի շեմին, պարոն Ծառուկյան։ Լսելով յուրաքանչյուրի մտահոգությունները Գագիկ Ծառուկյանը նշում է, որ լավ է գիտակցում գյուղացիների բոլոր խնդիրներն ու գիտի, թե ինչ ահռելի վնասներ են կրել բազմաթիվ ընտանիքներ։ Առաջին օգնությունն իրեն երկար սպասեցնել չի տալիս։ Գագիկ Ծառուկյանը տեղեկացնում է, որ ինքնարժեքով հատկացված ավելի քան 200 միլիոն դրամի արժողությամբ պարարտանյութերի եւ դեղորայքի գումարը գյուղացիներն այլևս ստիպված չեն լինելու վճարել։ Քանի որ այդ գյուղերը, որ մենք իրենց օգնել ենք, ասենք թե դեղորայքով համապատասխան ես դա լրիվ ջնջի, դա թող է տուժացնել իմ վրա լինի, քանի որ դու գտե ես որպես մարդ նայելով իրոք ճանապարհով գալով տեսնելով ու իրոք ավոր վնաս է, դա այդ վնասը ինչքան դուք եք կրում, ես էլ իմ չափով բոլոր դեղորայքի գումարը կարգ տարված գյուղերի դա իմացել չեք վերցրել, ես խնդիր կա, ես դա եմ Հակակարգտային կայանների բացակայության խնդիրը շարունակում է առաջնահերթ մնալ մարզի որոշ համայնքներում։ Հենց տեղում Գագիկ Ծառուկյանը հանձնարարում է Կարկուտից առավել շատ տուժած 5 գյուղերում հնարավորինս սեղմ ժամկետներում հակակարգտային կայաններ տեղադրել։ 5 հատը, ասենք թե մեկ ամսվա ընթացքում կտեղադրվի 5 գյուղ։ Իմ կողմից պետք է մենք գյուղացու դրության մեջ մտնենք, որտեղ եւ կերակրող է ժողովրդին, պետություն փողը, սահման փողը ժողովուրդն է, գյուղացին է։ Գյուղացուն պետք է լավ նայվի, հնարավորություն տրվի, որ նա կարողանա օր ու գիշեր աշխատելով, ստեղծելով իր ընտանիքը պահի եւ պինդ լինի իր հողի վրա կանգնած։ Եթե պտղատու այգիները Կարկուտի տակ են մնացել, ապա գյուղացիներն էլ բարձր տոկոսադրույքով վարկերի, վերջիններս կրած վնասների դիմաց պետությունից փոխհատուցում են պահանջում։ Գագիկ Ծառուկյանը խոստանում է խորհրդարանական առաջիկա քառօրյա նիստին ԲՀԿ խմբակցությունն անպայմանորեն կբարձրացնի հարցը։ ԲՀԿ ղեկավարի խոսքով առաջին հերթին պետք է լուծել գյուղացիական վարկերի տոկոսների իջեցման եւ դոտացիաների տրամադրման խնդիրները։ Դուք այդ բոլորը մեր համար արեցիք, ուղղակի մի խնդրանք, որ խորհրդարանում մեր հարցը բարձրացնեք, որ այս ժողովուրդը չմեռնեն։ Գոնեմ օգնություն տան մարդիկ, գոնեմ այս ծմերը կարողանան իրանք դուրս գան, չեն կարող ապրեն։ Հիմա ես վերցրա բոլորս թե այգի է, այգուտերը լրի վերացել է, նա չի կարող ոչինչ ստանա։ Ծախսեր պետք է անի, որ կարողանա վերականգնի։ Ամսի 20-ին ազգային ժողով նիստ է։ Կարգտահարված գյուղերի խնդիրը բարձրացրի, որ իրոք գրած է, որ մարդը տոկոսավերց է, տոկոսը մի տարով իրոք մայր գումարը մնա, դա իրական մարդկային հարց է, որ այդ հարցը պետք է բարձրացվի, որ մարդիկ պետք է օգնեն։ Մենք դեր ձեր դրության մեջ մտնում ենք եւ ամեն մեկը պարտավոր է դա զգալու։ Ինչը որ ինձնից կախված է, ես դա կանեմ։ Ինչ որ ես ձեզ բաժանել եմ, որ պետք է տարվա վերջին խաղող հանձնեի, դա իմ կողմից ջնջվում է, հասկանալու ձերի վիճակը, որ թեթևացնեմ։ Մյուսը իմ կողմից 5 հատ Կարկուտի ստանցիա նորից կտեղադրվի։ Դրանք ձեր սեփականությունն են։ Պետք է համբերություն, ամեն ինչ լավ է լինելու։ Ավելի դժվար ժամանակներ է դա եղել։ Հույս, հավատ,
ամեն ինչ լավ կլինի։ Ամեն մարդ պետք է կարողանա ժողովրդի օրինակի խոսքը ստանա։ Պետք է իրեն նեղություն տա, որ կարողանա լավ անել։ Ներն էլ ջանիս, մինատ դու, այս ժողովրդի դեմքին այդտեղ, ես մինատ դու կարա։ Ուրիշ մեկ ոչ մեկին չեն կտա։ Այդքան բան եմ։ Գյուղացու կողը այսօր մենք աղետի մեջ ենք, ոչ մեկ չի եկե։ Ոչ մեկ չի եկե, գոնե մի բարի խոսք ասի։ Բացի պարոն Ծառուկյանից, փառք ու պատիվ իրան։ Շատ գոհ ենք պարոն Ծառուկյանից, որ նա այցելեց այս դժվար պահին, եկավ մեզ ինչ որ չափով սփոփեց, այդ իրա տված բուժանույթի փողերը բոլորը հեճարեց։ Մարդկանց մատից փուշ է հանում այդ մարդը։ Միշտ գալիս է, հետարկվում է ու ամեն հարցը մարդկանց իր ուժի չափով լուծում է։ Պարոն Ծառուկյանից շատ գոհ ենք, շնորհակալ ենք, միշտ էլ ասել է իր ասած խոսքի տերն եղել, իր խոսքը գործ է։ Այսօր մենակ ինքն է մեր կողքը կանգնած, գյուղացու հոգսերը, ցավերը մեր հետ կիսում է։ Ես ձեզանից մեկն եմ, ձեր հոգսերն ու խնդիրները նաև իմն են, նշում է Գագիկ Ծառուկյանը, հավելելով, որ գյուղացիների թիկունքին է մշտապես եւ ցանկացած խնդրի պարագայում։ Վարդուհի Մելտոնյան, Մհեր Կիրակոսյան, Աշոտ Համբարձումյան, Էպիկենտրոն։